Ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչպես ենք մեր ընտանիքում այս սեզոնին պաշտպանվում վիրուսներից, բարձրացնելով իմունիտետը։ Մեզ անհրաժեշտ կլինի մի քանի նուռ։ Նռները լվանում ենք, որպեսզի ազատվենք վրայի փոշուց։ Հետո առանձնացնում ենք նռան հատիկները կեղևից։ Կեղևը կարող եք չնետել, չորացնել և պահել, միգուցե հետագայում պետք գա որպես հակաբորբոքային միջոց։ Իսկ հիմա նռան հատիկները կանցկացնենք բլենդերով։ Եթե ձեր նռները թթու են ստացվել, կարող եք բլենդերելու ժամանակ ավելացնել նաև մի փոքր շաքարավազ։ Եթե ձեր նռան կեղևն արդեն չոր է և կոշտացած, ապա նախապես կարող եք մի քանի ժամ թողնել տաք ջրի մեջ։ Այդ ընթացքում նռան կեղևը փափկում է և նռան հատիկներն առանձնացնելու պրոցեսը շատ հեշտ է ստացվում։ Բլենդերում ենք այնքան ժամանակ, մինչև որ կտեսնենք, որ նռան հյութի մեջ նռան կորիզներն առանձնացված են երևում։ Իսկ հիմա առաջացած զանգվածն անցկացնում ենք քամիչով, որպեսզի առանձնացնենք հյութը կորիզներից։ Լցնում ենք զանգվածը քամիչի մեջ և գդալով այնքան ենք տրորում, մինչև որ հյութը դուրս կգա։ Նռան մատուցման այս տարբերակը հարմար է նաև այն մարդկանց համար, ովքեր նռան կորիզների պատճառով մարսողության խնդիրներ են ունենում։ Այս տարբերակը հարմար է նաև նրանց համար, ովքեր ուղղակի ալարում են նուռ ուտել, կրկին նռան կորիզների պատճառով։ Կորիզները կարող եք չթափել, այլ պահել և հետագայում փոքր չափաբաժիններով օգտագործել թեյերի մեջ։ Այն պահելու համար կարող եք բարակ շերտով չորացնել կամ ուղղակի պահել սառցախցիկում։
Առաջացած հյութը լցնում ենք ապակյա շշի մեջ և պահում սարդարանում։ Կարող եք այսպես պահել 1 շաբաթ և ամեն օր խմել 1 սուրճի բաժակ։ Ահա այսքանը։ Մեր գունեղ և օգտակար հյութը արդեն պատրաստ է։